քանի պետության դեմ են կռվել 44 օր քանի պետության դեմ առաջինը Ռուսաստանի նախագծով է եղել այս բոլորը ուրեմն կներեք մեր մոտ այդ բառը աշխարհում այնքան ավանակ կա դուքին ասում է մենք քեզ Ղարաբաղ տվեցինք Ալիևին իրենք ասում են ռուսները չեն դավաճանել Այն Շոյգուն ասում է թուրքերի հետ մենք օպերացիա իրականացրինք Արցախը Ղարաբաղը Ադրբեջանը Պապան ասեց Էլի կան պուտինիստներ բա կետինը չեք մտնում ասեն կամ էլ ավանակ եք իսկապես կներեք եւ այս բանը պիտի դադարեցվի հասկանում եք ոնց է հիմա ում այո այս բոլոր Լավրով Բլանով է եղել եւ հիմա մինչեւ հիմա Լավրով Բլանով Հայաստանը հիբրիդային պատերազմ մեջ են ուզում քաշել, որ ինչ-որ մասով նաև ընդգրկված է նրա մեջ, գիտեք, եկեղեցու վերնախավը։ Ուրեմն սա այսպես, երկրորդը իհարկե գործողը Ալիևն էր եւ իր բանակը, որին զինել է Ռուսաստանը հիմնական, կասկած կա, հա, 5 միլիարդ դոլարից ավելի զենք է մատակարարել։ Էն էլ դե 90 է տվել, ձեզ տվել է մի օր։ Քեզ էլ ասել է չունեմ, չի տա մինչև հիմա կարծեմ պարտքերը չի փակել։ Դաշնագիծը ռազմավարական։ Այս էլ ոնց որ ծաղրը լինի։ Այդ ով որ ասում է ինքը ապուշ է։ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնագիծն է։ Կարող է քո դաշնագիծն է, մորը, թորը, հայ ժողովուրդն Հայաստանի ինչ կապ ունեն։ Այսպիսի դաշնագիծ է լինում, ձեռով ոտը կապում է, շպրտում են կողմը, հույսը ականջի տակ հույսը դնում է, հետո դու հարց ես լուծում, հա։ Ուրեմն էս էլ էս կողմ ենք դնում եւ ովքեր են։ Ուրեմն հետո մասնագից է Թուրքիան, հետո Ռուսաստանի հրավերով, մասնագից է Իսրայելը, մասնագից է այնտեղ Պակիստան եւ այլն։ Հիմա որ նայում եք Հայաստանի Հանրապետության զինված ուժեր իր եղածով նոր ձևավորված իշխանություն եւ դա ընդրություն է եղել Աստծո կամքով, այդպես եղել է նոր ձևավորված իշխանություն եւ ուրեմն որից հետո կորոնա դրանից առաջ այս կան եւ ինչ կան երևի հասարակակետ կոչված ուրեմն մուտանտը 80%-ով պետության հեղափոխության տեմ եղել այդ օրերին ել մնացածներին չեմ ասում օլիգարխներ իրենց ախրանաներ եւ այլ պատկերացնում եք եւ այս պայմաններում մենք սա պահել ենք դրա համար Փառք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին այն մնացածը գնացող է ես կասկած հիմա չունեմ որ բանակ կվերակառուցվի բայց ես մի քաղաքագետ որպես եւ կուսակցության նախագահ նահանջ պահանջ ունեմ ժամանակը շատ սուղ է բարեկամներ բանակը պիտի վերականգնվի անկախ են բանից մենք ունենանք պատերազմ թե չէ բանակ շատ արագ պիտի վերակառուցվի այսպես ասեն 4-րդ արդյունաբերական հեղաշրջման բոլոր պահանջներին համաձայն որովհետև կյանքն ապացուցեց որ հայ ժողովրդի միակ բարեկամը իր ազգային բանակն է եւ իր պետականությունն իր իշխանությամբ Վատ է որակը, պիտի լավացվի, փոխել է պետք, պիտի արվի, բայց դա է միակ փրկության ճանապարհը։ Ռուսների համար ասեմ ձեզ հետևյալը։ Եվ ընդ որում իմը ռուսների դեմ ինչ-որ բան չի, կամ էլ իրենք են արշավում, իրենց դեմ եմ, եթե վաղը Պակիստանն արշավի, իրենց դեմ կլինեմ, այսինքն բնական է իմ դիրքորոշումը։ Ով մեր ազգային Ալեքսանդր, եւ դա չի փոխվել, Ալեքսանդր III-ը երկու արտահայտությունով հայտնի է, ցարը Ուրեմն սովորաբար նրանք գրքերում գրում են ապուշը, բայց այդքան էլ ապուշ չի։ Դե ցարերի մեծ մասին գրում են ապուշը, ինչ է, իրար հետ հարցեր ունեն։ Բայց ինչ է գրում, ասում որ Ռուսաստանը չունի դաշնակից։ Եվ այսօր էլ այդպես է, Ռուսաստանի միակ դաշնակիցը իր բանակն ու նավատորմն է։ Այսօր հրթիռի ուրեմն Պուտինի միակ դաշնակից իրական իր հրթիռներն է, որը չունի միջուկային զենքը։ Երկրորդ մասն եմ ասում։ Ուրեմն Ռոստովի հայերը Նախիջևանի, գիտեք, նոր Նախիջևանի հայություն ժամանակին Եկատերինայի համար, չգիտեմ ինչի համար, արձան են կառուցել եւ հայերեն տարեր են գրել Եկատերինա կայսրուհի եւ այլն, որտեղ իրենց Ղրիմի խաղողի այգիներից տարել է Ռոստովի տափաստաններ, գիտեք, իշքան են զոհվել, այդ վերջը ինչ որ է
Եվ Ալեքսանդր երրորդը ինչ-որ հանգամանքներ բերումով տեսնում է հայերը տարեր, ասում է անմիջապես մաքրեք Արցանի վրայից, որտեղ Եկատերինան հավերժ է, իսկ Հայաստանի հայ տարեր չեն լինելու ժամանակին, և մաքրել է տվել, հիմա մաքրվեք, իշկան կարող եք, կամ խելքի եկեք, կամ եսպես, հիմա, բայց ինչ ասես, իրենք այո իրենց տաշնակից չունեն իրենք էտեն, հիմա ինչ եք որոնում իրա, երկրորդը, բայց սա նաև ուրիշից կարելի է սովորել, ռուսներից էլ կարելի է սովորել, պարտադիր չի արաղը խմելը զակուսկիով սովորել, հասկանում եք, սովորել, իսկ իրականությունը ցեղասպանություն, Արցախյան այս կռիվ եւ այս ամբողջ ապացուցեց, որ մենք կունենանք դաշնակից, եթե կունենանք բանակ ու պետություն, եւ երբ որ բանակը պետականությունը սկսեց վերականգնվել 20 թվի այս դեպքերից հետո հայտնվեց Հնդկաստանը, որ զինի Հայաստանի բանակը, որ զինի, եթե չզիներ, պետք չէր։ Ուրեմն հայտնվեց Ֆրանսիան, որ պարտքերը փակի հաջորդի հանդեպ։ Հայտնվեց եւ պարոն Թրամփը իր բարյացակամությամբ, իր հաշիվներով եւ այսօր վստահ եմ, որ Թրամփի ուղին մեզ դանում է դեպի Հայաստան որպես բանալի պետություն տարածաշրջանում, գուցե եւ ավելին հետո, որովհետեւ հետո կերևա, այնտեղ գիտեք, չէ, սխեմատիկ եթե ասենք, Թրամփի այսինքն այն օժանդակությունը, որ գալիս է դեպի Հայաստան, պիտի գա, կամ գալիս է արդեն, կարծեմ կազմակերպական Ադրբեջան եւ այլն մեզ մոտ ունի հիմնական երկու ուղղություն։ Միջուկային էներգետիկա, ես իմ ենթադրությամբ, նաեւ հաղորդագրություններ կան, բնական է, որ Միացյալ Նահանգները արշավը շարունակում է եւ տարածաշրջանն ընդգրկված է այն մեծ նախագծի մեջ, որը Միջին Ասիա կամ Կենտրոնական Ասիա, որը հայկական, Ջիբրալթարով, Թրամփի ուղին ինչ է, հայկական Ջիբրալթարն է, միանում է համաշխարհային այդ ամեն ճանապարհներ եւ այլն, գործնական հարցեր քննելու հավանաբար նաեւ օժանդակության ձևերը կազմակերպելու, որտեղ փոխնախագահն է։ Ես ինչ էի ուզում ասել, տեսեք, այս վերջին նախատեսումը որ կա, չէ՞, միջուկային էներգետիկա Հայաստանին եւ կիսահաղորդիչներ։ Բայց նաեւ սպառազինություն Ադրբեջանին։ Սպառազինության մեջ զրահապաճկոններ, տեխնիկա, հոներանք իրենց լավագույն բաները չեն տանում։ Բեկա մտահոգություն 907 բանաձևի չեղարկում։ Զուրտեղը միջուկայինը թող լսեն, կիսահաղորդիչները տեսնեն, որ ֆիրմաներն են համաշխարհային ընկերությունները կարողանան յուրացնել։ Մնացած մանրուքների մասին չեմ ուզում ասել, երկրորդը։ Եվ ինձ համար հետաքրքիր է, որ նաև կատերներ, բանակային, ծովային։ Եթե դա այդպես Ադրբեջանի բարակայով հարց առաջանում կատերներն ում դեմ, մեկը Ռուսաստանի հավանական, մյուսը Պարսկաստանի, ուրիշ ինչի համար, Թուրքմենստան, Ղազախստան, նրանք չեն ապստամել։ Ուզում եմ ասել, ֆունկցիաները պետությունները փոխվում են եւ այլն, բայց այստեղ եթե մենք ենթադրենք մեզ համար նախատեսված է, որ ես բանեմ, որակով ռեալիզացնենք, իմ ուզած Հայաստանը, որ բանալի պետություն այսօրվա մեջ կա ու ժամանակի հարց է, բայց կանենք թե չէ, սա է հարցը, սա պիտի լինի, թե չէ, իսկ մեզ մի բան պիտի ասեմ, որ ուշադիր լինեն, կարծում եմ, որ լավ կընդունենք, դե պարզ է, որ ասեմ, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ողջունում է, բնականաբար եւ շատ շատերն են ողջունում, բայց կա մի բան, որ պետք է հաշվի առնել, հանրապետական կուսակցության հապակա նախագահները, սա ռևանշիստների համար եմ ասում, հավանականորեն երկուստ են տեխնացուները, Դիվենսն է կամ Մարկո Ռուբիոն է, երկուսն էլ օքեյ են։ Նկատում եք, որպես Միացյալ Նահանգների ապագան Թրամփը կգնա, բանը Պուտինն էլ հետ չի գալ, իմացեք, ընդհանրապես չի գալ, իմացեք։ Ուզում եմ ասեմ, նրանց տեսնում եք որպես ապագա նախագահներ Միացյալ Նահանգների, ովքեր կշարունակեն այս գործը։ Եթե այստեղ, որտեղ դեմոկրատների կազմակերպական ես ինֆորմացված եմ, որտեղ դա ինֆորմացիա եւ ինֆորմացիան տիրապետելու հետ կապում է։
առայժմ խելքի չեն գալիս պարտությունից հետո հաջորդ ընտրությունների բարակայով նախագահանի մասին է խոսքը, իսկ պարզ է, որ Թրամփը հավես չի լինելու, լավ ղեկավարն ինչ է, այն առաջ կմղի եւ երկու տեխնազուներ են, Ռուբիոյի մասին կարծում եմ կասկած չկա, դիվենսներ լես երևում ես նախաձեռնությունների մեջ, ուրեմն ես կառաջարկեմ Հայաստանի իշխանություններին ուրեմն դիվենսին ընդունել նախագահին համարժեք բոլոր պատվի բաներով, այսպես պետք է մեկ քաղաքական Թրամփը նախանձ է, ոնց կընդունենք։ Չէ, ինչպես կարող է ինքը լինելով ինքը թողա, մենք իրեն կընդունենք, այնպես ինչպես որ ինքը հայ ժողովրդին ընդառաջ եկավ, այդ նախագիծն արեց եւ այլն, բայց թե ինքը դժվար Հայաստան գա, հիմա նա է եկողը դա Ամերիկայի պետության հանդեպ Պարոն Շիրինյան, ինչ ունենք ասելու այս հանդիպման ժամանակ, որ կարող ենք օգտագործել ինչի մասին։ Առաջինը սահմանների հարցն է, այս ազերի քոսոտը պետք է Հայաստանի սահմաններից դուրս գա, որովհետև այդ բանը Ալիև կոչվածի մասին է, երբ չպետք է ցկցկի, այս հարցը շատ արագ պիտի լուծվի, սահմանագծման, այո, եւ պիտի տանել ցույց տալ ջերմուկը, ինչ է եղել որ, եւ պիտի ցույց տալ, նայեցեք, սրանք հայ իրականության քաղաքական գործիչներ չեն, ես ենթադրում եմ, սրանք նաեւ քրիստոնյա մարդիկ են, Աստվածաշունչ են կարդացել, մի մասը դրանով ապրում է, օրինակ Վիլսոնի մասին հուշագրություններ կան, պաշտոնաթողությունից հետո ասում են նա որ արդեն առողջ չէր, ասում են որ առավոտից իրիկուն ծնգների վրա Աստվածաշունչներ կարդում էր եւ խորհում էր, խորվիրա պիտի տարվի, մասիսները պիտի ցույց տրվի, որիշ բան պետք չէ, որտեղ քաղաքական մեջ սիմվոլիկան ավելին է, քան կարող է լինել սիմվոլիկանը, ուրեմն պիտի տանել եւ ցույց տալ, ինչի մասն է խոսքը, եւ այսպես, նա ճար չունի, Ալիևը կամ պիտի բախվի Միացյալ Նահանգների հետ, կամ վերադառնա Պուտինի տակ, վերադառնա, ինքը տեսնում է Պուտինի վիճակը, լիշ վերադառնա, հասկանում եք ոնց, այսինքն սա մեկ երկրորդը ուրիշ բան կա, որ շատ կարևոր է։ Գերիների հարցը կարող է։ Գերիների հարցը անպայման, մեր տղաների հարցը միշտ պիտի քննվի, ռազմագերի են, գերի են, պատական են, պատանդ են, ինչ են, այդ բոլորը իրավաբանների ձևակերման հարցն է, իրենց գործի մեջ չմտնեն, վերադարձի հարցը անպայման պիտի լինի, իհարկե նրանց մասին էլ կարելի ասել, բայց նրանց Պուտինը հանձնել է չեն էլ տա, Պուտինից է թող ուզեն, իրենք ուզեն, ասեն ես ինչ արեցին, երկիրը հանձնել տվեցին, մեզ էլ Բաքու ուղարկեցին, վերեք բաներ, պատրանքներ այստեղ պետք չեն, բայց ուրիշ բան կա, ես կարծում եմ, որ պիտի ոնց ասեմ, Պուտինի բաներ բեսին հանգարց բաներն են փտած գիտնականներով չշրջապատեն, կիսատիտվոս, միտվոս, սովետական, ամբողջ Հայաստանը ցույց տան մեր հնարավորությունները եւ այլն, ուրեմն փորձեն Հայաստանի Հանրապետության համար տեխնոլոգիաների, գիտության, տեղական հումքի մշակման, օրինակ ոչ մետաղական, հանքարդյունաբերության, բղնձի, մոլիբդենի, այս բոլոր հարցերով մի հատ լավ բան անեն եւ ամերիկյան կապիտալի ընդգրկվածություն ուզենան։ Դա անպայման կարեւոր է ու մի կարեւոր հարց։ Ես օրինակ կուզենայի, որ իհարկե իմ ուզածը չի լինելու ամերիկացիները կամ մեր ամերիկահայ ավելի լավ կլներ ասել ամերիկյան քաղաքացի հայերը էլի, որոնք ազդեցություն Հայաստանում հիմնադրվի հայկական, ոչ թե ամերիկյան, իսկական մի համալսարան, մեզ համալսարան է պետք, այդ բոլոր ռեալիզացնելու եմ, Հայաստանը չունի այդ բուերը, չի կարող սպասարկել, այդ մինչև կաշառքը, մինչև կրթության պակասը, մինչև այդ ռեֆորմը, դուք պատկերացնեք ուր է հասնելու սրանց արածը, ով ինչ է կերել, ինչ չի կերել, այդ հաշիվները, այդպիսի մի բան, մի համալսարան է պետք, հայկական համալսարան, ոչ թե ասենք օգնեն ստեղծեն, որտեղ լինի նաև քաղաքագիտության իսկական ֆակուլտետ։ Ես հայ ժողովրդին ուզում եմ զգուշացնել, առանց քաղաքագիտական գիտելիքի ոչինչ հիմա չի ստացվելու։ Այդ որ գինեկոլոգ, անասնաբույժ բերում դնում են քաղաքագետ SSS, այդ բոլոր փչացնում են գործը։
Իսկ մեզ շարժվել է պետք։ Ժամանակը մեզ չի սպասում, արագությունները տեսեք, ինչ արագություններով է աշխարհը վերափոխվում։ Այս շանսը ինչ է, այսինքն մենք պատկերացրեք 20 թվականին նոյեմբերից հետո այս ռևանշիստների այս ոհմակները, որ կառավարության անդամների հետևից էին վազում, պաշտոնային չէ, կառավարության շենք էին մտել եւ այլն, որոնցից ոչ մեկը երևի չպատժվեց նույնիսկ։ Արարատ Միրզոյանին ծեծեց։ Հա, հիմա շատ ուրեմն այս բոլորը պիտի բանարվի, դրա փոխարեն մենք պիտի ունենանք Հայաստան, որ արագ զարգանա։ Ուրիշ տարբերակ մենք չունենք։ Այս ժամանակ խնդիրը ոնց է, ուժեղ կլնես, բարեկամներդ կշատանան, թույլ կլնես, պետությունները Գումբլովիչկա, ավստրո-հունգարական սոցիոլոգ է, լավագույն, ով որ գիտի 10-րդ ասում է, որ թուլացող պետությանը հոշոտում են առաջին հերթին բարեկամ հարևանները, ուրեմն հոշոտում են եւ այլն։ Ուզում եմ ասել, այս բոլորը մեր համար է եւ ինչքան կզորանանք եւ այլն, եւ նաեւ այսպես Իրանի Իսլամական Հանրապետություն շատ կարևոր է, լավ պիտի հասկանալ, մեզ համար չափազանց կարևոր է, Իրանը պիտի իմանա, որ մենք, ինչպես որ ես հունիսի 4-ին բազմաթիվ պետական, ոչ պետական հանդիպումներ եւ այլն բարձր իսկապես փայլուն ուղևորություն են կազմակերպել, ես բոլորին էլ ասում եմ, որ ինչ լինի չլինի, Հայաստանի Հանրապետությունը իր տարածքից որևէ գործողություն թույլ չի տա Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ, անկախ այն բանից Իրանում ինչ ռեժիմ կլինի։ Ուրեմն սա մենք իրենք պիտի ասենք, եւ սա հավասարակշռության հայեցակարգի մեջ, հիմա որ չէ Եվրոպա եւ այլն, Իրանը, որի համար կենսական է արևելք է, թե արևմուտք է, Եվրոպա է, թե Աֆրիկա է։ Այսինքն ուզում եմ ասել, այս բաներին տիրապետելը պետք է արվի, մնացած օքեյ է, լավ, Աստված ով կմտածեր, որ մենք այս հաջողությունը կունենանք, ընդ որում սա չի գալիս գաղութ դարձնողը, գալիս է նա, ովքեր որ ուզում են Հայաստանը պետություն, եւ իմ կողմից ասեմ, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության անունից իրավունքն ունեմ, պարոն Դիվենսին, որ դուք գալիս եք Հայաստան, այն երկիրը, որտեղ արարվել է Աստծո բոլոր գործերը, Հայաստան աստվածաշնչյան երկիր է, Աստծո երկիր է, չպետք է բանանել, այդ փաստերը շատ լավ օգտագործում են հրեաները քարոզչան մեջ իրենց բարագայով, էլի, եւ ամերիկացիների համար դա շատ կարեւոր է, այս բոլշևիկների համար կարեւոր չէ, էլի։ Հասկանում եք ոնց է, բարով գան, մասսները ձեր գողտում են, անկախ կերված են, թե չէ, եւ մնացածը ժամանակը ցույց է հզոր Հայաստան, ուժեղ գործը։